Ekan Lesman Melkere Keram Kaman Hamine İrar Nestan Jobansin Elam Nestan Zarsansin Keram Kurmel Kametsin Artistleri Konçetsin Ծնվել, ապրել, մեծացել եմ Մարտիրոս գյուղում։ Այս գյուղը իմ շատ հարազատ է, ես չեմ կարողանում ուրիշ տեղ մնամ, որովհետև ինձ ձգում է այստեղ։ Այս կյանքը, այս ժողովուրդը եղել է շատ հին եւ մեծ գյուղ մեր գյուղը, եղել է միակ գյուղը մեր Վայոց ձորում, որ իր երբեք չի փոխել, չի գաղթվել, ունի եկեղեցիներ եւ հիմա փոր եկեղեցի եւ Սուրբ Երրորդություն, Երկրորդ Երուսաղեմ եկեղեցին, որ հին Մարտիրոսի կենտրոնում է, ունենք դպրոց, ունեցել ենք մանկապարտեզ, ունեցել ենք մշակույթի տուն, սակայն հիմա չունենք այդ վերջի երկուսը, միգուցե մի անգամ էլ ետ գնայեն գյուղին եւ հիմա նոր դպրոց են կառուցում, շատ ուրախ ենք, որ այդ նոր դպրոցը կա։ Ինչ զգացողություններ ունեցաք, որ ձեզ հրավիրեցին Մարտիրոսում այս միջոցառմանը մասնակցելու։ Շատ ջերմ եւ շատ հուզական մտորումներ եւ տրամադրություններ, որովհետեւ մի 2 տարի առաջ մենք հնարավորություն ունեցանք գտնվել Մարտիրոս գյուղում, Մարտիրոս գյուղի ծննդյան տոնակատարությանը, եթե չեմ սխալվում, 740 ամյակն էր նշվում։ Եվ ոգևորվեցինք Մարտիրոս գյուղի եւ բնաշխարհով, եւ մարդկանց ներաշխարհով, եւ կյանքով, եւ կենցաղով, եւ ավանդույթներով։ Այդ պատճառով մենք այսօր արվեստագետների մի փոքրիկ խմբով ներկա ենք այստեղ մշակութային առաքելությամբ եւ մեր այսօրվա միջոցառման խորագիրն է խոսենք մասին Վայոց ձորի մեր մեծ գյուղի Մարտիրոսի մասին։ Ներկայացնելու ենք Մարտիրոսի պատմական անցյալը եւ ներկա օրերը, ինչ կյանքով է ապրել, ինչ ավանդույթներ ունի, ինչ կենցաղ եւ լինելու են բանաստեղծություններ, խոսք, երգ երաժշտություն, ներկայացնելու ենք Մարտիրոսի այսօրվա կյանքը նաև, ինչ կյանքով ապրում Մարտիրոս գյուղը, որը որ ունի շատ գեղեցիկ ավանդույթներ, որը որ հիմնվել է եւ առ այսօր իր երկար պատմական անցյալով դեռ շարունակում է հարատևել եւ հարատևելու է երկար ժամանակ։ Շնորհակալություն։ Հյուրընկալեց իր օջախը։ Աղբյուր, մարդկանց հոգուց սեր է։ 7 դար է, կանգուն է, մի պատմական շտեմարը, հրաշալի գյուղացիներ, կատակասեր ու առնական։ Ջերմ էի նրանք արևի պես, մանուկները զվարթ, խնդում, տոն էր այսօր, տոն իսկապես, սուրբ ծնունդներ, Մարտիրոսում։ Մարտիրոսի զուլալ ջուրը մերոն դարձավ մեր շուրթեր։ Ասում են, թե կատնապյուրն է, ակունքնի պահ վերին ժայրի։ Վերևներից է հոսում այն ու սառնորակ այս գեղուհին հագեստում է պապակ սրտեր, հովաստում է իր հյուրերի։ Մատուրի մոտ աստվածածին խաչքարեր էին դարի շուրթի։ Մի հպանցիկ հանգստություն։ Փայլատակեց մերուս։ Մի հոյակերտ եկեղեցի դրախտային բույր արձակեց։ Վարված մոմը աղոթներով լուսավորված վերև հարվեց։
թատրոնը ոչ միայն ինձ, թատրոնը բոլորին է տալիս շատ դրական բաներ։ Թատրոնը դա դպրոց է, թատրոնը դա արվեստ է, թատրոնը դա այն միջավայրն է, որի մեջ ես էփվել եմ, մեծացել եմ, հասունացել եմ։ Թատրոնը ինձ տալիս է նպատակ, թատրոնը ինձ տալիս է ուժ, թատրոնը ինձ տալիս է երջանկություն։ Թատրոնը ամեն ինչ է։ Ես 45 տարի բեմի վրա եմ եւ հիմա այդ հարցը թատրոնը ինձ ի՞նչ է տալիս, մի քիչ ուշացած է, որտեղ թատրոնը ինչ որ պիտի տվել է, հիմա ես եմ վերադարձնում թատրոնին, այն ինչ որ սովորել եմ ինձ։ Մեր պապերը ետ վերադարձան և հաստատվեցին Մարտիրոս գյուղում։ Այսօր մենք նրանց հայրենիած ժառանգներն ենք։ Իմ ապու պապերը, Օրգուն և Միրզան, երկու եղբայրներ, նույնպես եկան և հաստատվեցին Մարտիրոս գյուղում։ Ես Օրդուի 8-րդ շարավիլն եմ։ Մարտիրոսը իմ ծննդավայրն է, որտեղ ես ծնվել մեծացել եմ, այստեղ եմ կապվել ու Երևանում գտնվելով միշտ հիշում և այցելություններ եմ ունենում Մարտիրոս գյուղ, որպեսզի կարողանամ գյուղում պահպանել մշակութային կյանքը, որովհետև այստեղի երեխաներին մեծ անհրաժեշտություն է այդ մշակույթը, իսկ առանց մշակույթի, ինչպես ասում են, ոչ ոք չի կարող ապրել։ Դրա համար մենք Մարտիրոսում պարբերաբար փորձում ենք կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, որ գյուղացին իրեն լքված չզգա։